Արդեն կա արտոնագիրը, որը թույլ է տալիս կառուցել $500 միլիոն ներդնում ենթադրող արհեստական բանականության գործարանը։ Այս մասին բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարն է հայտնում։ Firebird ընկերությունը ստացել է Միացյալ Նահանգների արտահանման լիցենզիա և հայտարարել Dell Technologies-ի հետ տեխնոլոգիական գործընկերության մասին, ամրապնդելով Հայաստանի դիրքերը արհեստական բանականության և թվային զարգացման ոլորտում։ Արձագանքել է նաև Միացյալ Նահանգների դեսպանատունը, հիշեցնելով, որ այս ոլորտում հայ-ամերիկյան գործակցությունը կապված է նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Փաշինյան-Թրամփ հանդիպման ժամանակ ստորագրված փաստաթղթերի հետ։ Այս նշանակալի առաջընթացը խթանում է օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովում ստորագրված արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի իրագործումը։ Սա նաև կարևոր առաջընթաց է հայ-ամերիկյան առևտրային և ներդրումային հարաբերություններում։ AI գործարան կառուցելու ծրագրի մասին առաջին անգամ խոսվեց հունիսին։ Այն ժամանակ հայտնի դարձավ, որ Հայաստանի կառավարության, NVIDIA-ի, Firebird-ի և Team Group-ի համագործակցությամբ կառուցվելու է արհեստական բանականության լուծումներով աշխատող տարածաշրջանի ամենահզոր սուպերհամակարգչային և տվյալների մշակման կենտրոնը, ավելի քան 100 մեգավատ մասշտաբավորման հնարավորությամբ։ Հայտարարվեց, որ ներդրումային այս նախագծին որպես Firebird-ի հիմնադիր գործընկեր ռազմավարական խորհրդատում միացել է Flagship Pioneering-ի գլխավոր տնօրեն Նուբար Աֆեյանը։ Իսկ ինչ է AI գործարանը, այն ոչ թե պարզապես հզոր համակարգիչ է, այլ մի ամբողջ գործարան, որը ստեղծված է ԱԲ-ին սովորեցնելու համար։ Firebird-ի տվյալներով Հայաստանի AI կենտրոնի հզորության մոտ 20%-ը տրամադրվելու է տեղական ընկերություններին, իսկ մնացած 80%-ը վաճառվելու է ԱՄՆ-ում հիմնադրված տարածաշրջանում գործող ընկերություններին։ Սան Ֆրանցիսկոյում հիմնադրված Firebird-ը ստեղծվել է այս տարվա սկզբին։ Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, Flagship Pioneering-ը NVIDIA-ի գործընկերներից է, եւ շուտով Վաշինգտոնը կթույլատրի NVIDIA-ի չիպերի վաճառքը Սաուդյան Արաբիային։ Գործարքը կնքվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի միջև անցկացվեց գագաթնաժողով նախագահ Դոնալդ Թրամփի եւ թագաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանի մասնակցությամբ։ Այս ամենին զուգահեռ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը այցելել է Apple ընկերության Կոպերտինյոյի կենտրոնակայան, հանդիպել ընկերության միջազգային համագործակցության ստորաբաժանման ավագ տնօրեն Ջեյսոն Լունգարդի հետ։ Մկրտչյանը նաև Google-ում է եղել, քննարկել, թե ինչ ուղղություններով կարող են համագործակցել արհեստական բանականության ոլորտում։ Իդեպ մենք այս թեմայի մասին այլ մանրամասներ իմանալու համար փորձեցինք կապ հաստատել ԲՏԸ նախարարության մամուլի ծառայության հետ։ Խոստացան առաջիկայում պատասխանել մեր հարցերին։ Անի Հովհաննիսյան, Reopen Media։